Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Քոչարյան, բոլորովին չեմ առարկում այս օրենքը ունենալու եւ ոլորտը կարգի բերելու, կանոնավորելու անհրաժեշտությունը, բացարձակապես ոչ։ Բայց ես ունեմ շատ ավելի լուրջ դիտողություն, որը առաջին անգամ չի, որ ես բարձրաձայնում եմ, խոսքը վերաբերում է կոնկրետ նախագծի հասունության աստիճանին, այսքան այն հանգամանքը, որ որոտը կարգավորելու անհրաժեշտությունը մեկ կարևոր առաջադրանք, մեկ այլ կարևոր բան ազգային ժողով բերել մի նախագիծ, որը բավարար հասունություն ունենա։ Տեսեք, ես թռուցիկ ընդամենը 2 վայրկյանում նայեցի հիմնավորումը, որը նախագծի փաթեթի անբաժանելի մասն է կազմում, մի 17 սխալ մենակ ներողություն ասենք, թե բավական լուրջ սխալներ, որոնք այստեղ հասնելու ուղղակի իրավունք պիտի չունենային։ Ես կարծում եմ, որ պետք է այս հարցերին բացարձակ եւ բացառիկ ուշադրություն դարձնենք։ Բայց հիմա շատ ավելի բովանդակային, ինչը վերաբերում է բուն այս նախագծին, բնականաբար կարդացել եմ եւ անտարբեր չեմ հատկապես այս ոլորտի նախագծերին, եւ նաեւ կարդացել եմ եզրակացությունը, որը տվել է ազգային ժողովի իրավական վարչությունը։ Ցավոք սրտի, այս փաթեթում ընդամենը մեկ եզրակացություն է ներառված, որը ասում է, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ավելացում կամ պակասեցում բյուջեի վրա բեռ չի անում, բայց այն կարևոր եզրակացությունն է իրավական վարչության իրավական վերլուծությունը, որը 20-ից ավելի լրջագույն ուրեմն թերություններ է այստեղ գտել, որոնք բնականաբար իմ աչքից էլ չեն վրիպել, նույն բովանդակությունը տարբեր բառերով ձևակերպելու, նույն հասկացությունը տարբեր բառապաշարով ձևակերպելու, իրավական լուրջ խոցելիությունների, ասենք թե աճուրդային գործունեության չափանիշներ չսահմանելու, աճուրդի կանոնակարգ եւ աճուրդի կազմակերպական կանոնակարգ, այսինքն հղացումը ընտիրա, բայց տնային աշխատանքը անընդունելի։ Ես ուղղակի պիտի առաջարկեմ, որ մենք հետաձգենք այս նախագիծը, այն բոլոր առաջարկություններն ու դիտողությունները, որոնք մի մասը նաև այստեղ հնչեցի, նաև պատասխանատվությանը հակառակ, որ այստեղ հիմնավորման մեջ ասում է, որ նախատեսվում է նաև ընթացակարգերի խախտման համար միջոցառումների շրջանակում ամրագրելու վարչական պատասխանատվություն, կարծում այդ մասն էլ է բաց մնում։ Ես ուղղակի առաջարկում եմ աշխատանքային կարգով սա մինչև 2 ամիս հետաձգենք, միգուցե ավելի արագ, առաջիկա 21 ամսվա ժամանակահատվածում դուք հաշվի առնեք թե իրավական վարչության վերլուծությունը եւ ձեր իրավական վարչությունը, որը պիտի այս մակարդակով չտար ձեզ, որ դուք բերեիք։ Ուղղակի ձեզ, այսպես ասած, վատ անհարմար վիճակի մեջ դնելու ավանդույթը չունենանք, էլի։ Սա ուղղակի հում նախագիծ է, վատ տնային աշխատանք, որը ես կարծում եմ այս մակարդակով այստեղ չպիտի հասներ։ Ես պատրաստ եմ օգնեմ, աջակցեմ, բարելավենք, ունենանք օրենքը, բայց այս մակարդակով մտնի լիագումար, ես ընդունելի չեմ համարում եւ առաջարկում եմ հետաձգել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Գալստյան, ճիշտն ասած ձեր ասածներից մենակ մի կետի հետ կարող եմ համաձայնվել, որ իհարկե աշխատանքային կան որոշ սրբագրելու բաներ, որոնք որ չենք հասցրի անել, ինչ վերաբերվում է իր բովանդակությանը, բնականաբար միջև ազգային ժողով հասնելը դա քննարկվել է մեր պետական այլ կառույցների հետ շրջանառվել է եւ թե արտահայտության նախարարության, թե բազմաթիվ անգամ քննարկվել է կոմիտեում, ուրեմն բովանդակության հետ կապված իհարկե ստացել ենք նաև ձեր իրավական վարչության ուրեմն դիտարկումները, որոնցից մեծ մասը չեն ընդունվել, որոնք էլ որ ընդունվել են մենք խմբագրել ենք եւ ինչ վերաբերում է պատասխանատվություններին, ես մի քիչ առաջ անդրադարձա, որ քանի որ գործունեությունը լիցենզավորված է լինելու, կա լիցենզավորման կարգ, որտեղ որ բոլոր պատասխանատվությունները այնտեղ են արտացոլվել, իսկ օրենքը պետք է լինի թեթև, որպեսզի որևէ միջազգային կազմակերպություն կամ որևէ կազմակերպություն, որ ուզենա այս գործունեությամբ զբաղվել, հավելյալ խոչընդոտների չբախվի հենց ամենասկզբից։ Մենք կաշխատենք, եթե կտեսնենք արդեն ունենք կազմակերպություն, ունենք գործունեություն եւ կան ակնհայտ բացեր, անպայման կբերենք եւ օրենքում համապատասխան փոփոխությունները փորձից ելնելով կանենք։ Շնորհակալություն։
Հարգելի պարոն Քոչարյան, կարող եմ նաև ասել սիրելի, որտեղ մենք վատ չենք աշխատում, բայց օրենքը ոչ թե պիտի թեթև լինի, այլ իրավական որոշակիության սահմաններում լինի։ Թեթևը տեղին չէր, այս կոնտեքստում թեթևը կիրառելը, ես էլ եմ համաձայն որոշակիություն, միջազգային օրենքներին քիչ թե շատ ծանոթ եմ եւ միշտ նախանձում եմ նայում, թե ոնց կարող է մի ամբողջ լրջագույն ռեզոլյուցիա լինի 4-5 պարբերությունից ընդհանրապես բաղկացած, այդ իմաստով դա իրավական որոշակիությունն է, որպեսզի տարընթերցումների, տարբեր մեկնաբանությունների դուռ չբացի։ Եվ տեսեք, քիչ առաջ նախկին օրենքում մենք վերեցինք այսպես հայեցի նպատակադրումով արգելոցը դարձրեցինք ինչ հնավայր, այս մեկ տեքստում էլ գալերիստ, էլ art management, էլ experiment, հայեցի դարձրեք, մեր ոսկեղենիկը այդ բոլոր հնարավորությունները տալիս է, օրենքի անընդունելի է, սա ոչ միայն հայերենի մեկնակետից է իմ վրդովմունքը կամ առարկությունը, այլ իրավական որոշակիությունը օրենսդրական գործունեության ուղղակի այբուբենն է, ես ուղղակի իմ առաջարկը ոչ թե մերժումն է, այլ բարե կարգելը, բարե լավելը, իրավական հանդերձանքի բերելը, ոչ թե թեթևության մասին է խոսքը, ընդ որում իրավական վարչությունը, որին ես հարգում եմ, եւ դա մի ինստիտուտ է ազգային ժողովի մեջ, որը հենց զբաղվում է այս պրոֆեսիոնալ գործունեությամբ։ Իրենց վերջին եզրակացությունը իրավական անորոշությունն էր, որը այս համատեքստում խնդիրներ առաջացնելու այսպես սպառնալիք եւ վտանգ է պարունակում։ Եվ ես չեմ կարծում, որ մենք այտենց առանձնակի շտապելու խնդիր ունենք։ Մենք կարող ենք մի 20 օրով մինչև 2 սակաժը կանոնակարգը նախատեսում, բայց մի 20 օր հետաձգենք աշխատանքային կարգով անխոցելի, հնարավորինս անխոցելի դարձնենք։ Ուղղակի ես չեմ ընդունում, որտեղ նաև իմ օրենսդրական արժանապատվությունն է վիրավորում, այս հումությամբ նախագծերը խորհրդարան չբերել, դա դες չի վերաբերում մենակ նկատի չունեմ ԿԳՄՍ նախարարությունը, առհասարակ կառավարությունը ազգային ժողովի հետ պիտի աշխատի օրենսդրական պատշաճ մի մակարդակով, որ այս նյութերը ազգային ժողովի հասնելու, նախագծերը ազգային ժողով հասնելու որոշակի պատշաճության եւ ընդունելության մեջ լինեն։ Ես չեմ մերժում սրա կարեւորությունը, բայց ասում եմ, այս կարծեմ 3-րդ անգամ ենք այս մասին խոսում, մեծ ամբիոնից էլ եմ այս մասին ասել, որպես հին հնաբնակ, քաղաքական հնաբնակին, խորհրդարանական, սա անընդունելի է, այս չափանիշները անընդունելի են։ Այս մոտեցումը։ Շնորհակալություն Տիկին Գալստյան, իհարկե քանի որ այս գործունեությունը ինքը բավականին միջազգային է եւ դրա համար էլ կան որոշակի միջազգային տերմիններ, բայց ընդունում եմ ձեր դիտողությունը, եկեք մենք ունենանք ժամանակ ունենք առաջինից երկրորդ ընթերցում, եկեք այդ ընթացքում մենք այն բառերը, որոնք որ հնարավոր է չօգտագործել միջազգային եւ օգտագործել տեղականները, փոխենք այդ ճանապարհով գնանք, բայց բովանդակության հետ կապված ես վստահեցնում եմ որևէ խնդիր չկա եւ բավականին հստակ է։